Կապոկնության մեքենան ավտի համար է։ Այո, ես որքանով ինֆորմացիա ստացել կապված առերևույթ ինչը վիզուալ տեսանելի է եղել, այսինքն ծանր մարմնական վնասվածքներ, ինչը իմ գնահատմամբ տեսանելի է ամբողջությամբ։ Ոմակի հարվածներից հետո տեսնում ենք այդ վնասվածքները։ Համաձայն եք, որ պարոն Չախոյանը նաև սադրել է, թեև սադրանքը ամենայն դեպս չպիտի արժանացեցի, սադրանքը կարող է սուր մտքերով արձագանք ստանալ։ Տեսեք, այս ամբողջ սադրանքը, այս ամբողջ process-ը իրենք փորձում են ուղղությունը շեղել, իրական պատճառը դա երբ որ թալան ու կոռուպցիան բացահայտում ես, երբ որ բացահայտում ես process-ը որտեղից է սկսել, ես կուզենամ, որ բոլորը տեղյակ լինեն, մանկապարտեզից չի սկսվել process-ը սկսվել է շատ ավելի շուտ, երբ որ բերեցին ավականու հերթական նիստի ժամանակ Լիլիան Արմ ընկերություն կա, որի սեփականատերը ԿՊ-ական ցուցակում ավականու համահասկական ցուցակի անդամ է եղել, այսինքն աֆիլիացված ԿՊ-ի հետ, ԿՊ-ի հետ ուղիղ կապ ունեն Լիլիան Արմ ընկերությունը։ Լիլիան մի ազգանունը չեմ հիշում, իրանք էլ են, իրանք ցուցակում էր։ Այդ ույն ընկերությունը հենց այստեղ կից Հենց այստեղ Նանսենի այգին կարող եք տեսնել ինչ խայտառակ վիճակում է բակերը վերանորոգել, որոնք որ ես ցույց եմ դրել, ես ցույց եմ դրել նաև գայի տոմետները, ցույց եմ դրել Երևանյան լիճը եւ դրանից հետո արդեն 105 մանկապարտեզ։ Այս ընկերությանը բերել էին, որ նորից շուրջ 2.5 միլիոն դոլար տային։ Տեսեք ինչն էր խնդիրը, 2.5 միլիոն դոլարն ուզում էին տային մի ընկերության, որը որ պետք էր էլեկտրատրանսպորտի այդ կայանատեղին կառուցել։ Ես անձամբ կողմ եմ, որպեսզի այդ կայանատեղին կառուցվեր եւ ասել եմ, որ պիտի կառուցվի Երևանի համար պետք էր։ Բայց այդ ընկերության հետ կապված բյուջեով չէին պլանավորել, հրատապ բերել են, չզեկուցող հարցերի տակ անցկացնում են։ Երբ որ ես եկել իրենց ասել եմ, գիտեք ինչ կա, ժողովուրդ, Էսի անթույլատրել է, ես կանդրադառնամ նաև մանկապարտեզին, մանկապարտեզը եկել եմ ըստ ամեն ինչը որ ներկայացրել եմ, պայմանագրի պիտի արդեն ավարտված լիներ։ Իրենց հարց եմ տալիս, եթե մի ընկերություն այս 4 թվարկած այս խայտառակ վիճակումը, դուք 5-րդը ո՞նց եք տալիս, այսինքն կոռուպցիոն առևտուր է գնում իրենք։ Եվ այս պարագային, որպեսզի իմ գնահատմամբ շեղրեին իրենք, ամբողջությամբ դաշտը գցեցին Հանրապետություն կուսակցության դաշտ։ Եվ այս թաղապետը, որ իրավունք չուներ աշխատելու վարչական շրջանի ղեկավարը, հետագա ընթացքը գնաց։ Գնաց խնդիրը ինչ է, նորից եւս տեսեք, հիմի ասեմ, նորից եմ կրկնում, ամենայն պատասխանատվություն։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ մանկապարտեզը այդքան գումար է ծախսվում, ծախսված գումարը ասֆալտի մեջից ծառերն աճում են, ասֆալտի մեջից ծառերն ու թփերն աճում են, այդ վիճակի է, այդ մարդիկ բարոյականության խնդիր ունեն։ Բարոյականությունը չի նշանակում նրանց ոտերի տակը կամ իրանց հետևը, բարոյականությունը գլխի հետ է կապված։ Այս մարդիկ, քանի որ ուրիշ արժե համակարգ չունեն, մտածում են, որ ասում ես բարոյականության խնդիր ունեք, իրանց հետևի հետ կապ ունի, չէ, իրանց երևի հասկացել, ասում են ընտանիք եք մտել, տուն եք մտել։ Դե սուտ են խոսում, տեսեք, սուտ են խոսում, այսինքն տուն մտնել, եթե ասում են հերթական սուտն ու կեղծիքն է, մի անգամ էլ եմ ուզում ասեմ, տեսեք ինչա տեղի ունենում։ Եթե թաղապետը մեկ օրվա մեջ ինքը չհրապարակի, որ ես ասել եմ, որ այդտեղ երեխաներ կան այդ մանկապարտեզում, առնվազն ինքը անբարոյական է, առնվազն ինքը երեք հարցազրույց է տվել, ինչն է հետաքրքիր, առավոտ չգիտեն ինչ խոսան, երեկոյան արդեն ԿՊ-ի գրասենյակի լրատվակ տեսեք, նյուզի ժամանակ զեն չի անում, երեկոյան արդեն երեկոն հենց գալիս է, այս պարագայում սկսում է իրանց սիվիկա ԿՊ-ի հետ աֆիլիացվող լրատվականը գալիս է իրանից հարցազրույցը վերցնում, լկտի բառապաշարով կրկին անգամ փոխանակ իրենք մի բան էլ դատապարտեն, ասում է հայոյել եմ, լավ եմ արել, շարունակում է իր լկտի պահվածքը, իրանք ասում են, որ մարդ են ծեծում, բռնում են Արտուրին Շախոյանը ծեծում են, մի սադրանք եմ ուզում հասկանամ, սադրում են իրենք, թե հակառակ կողմն է սադրում։ Հաջորդը նույն այդ վարչական շրջանի չղեկավարին։ Չեք մարսել բուչա գնալը, ասում է չեք մարսել նրանց բուչա գնալը եւ դրանից է սկսվել այս ամբողջը։ Կարծում եմ այդ մարդիկ մտավորի հետ կապված խնդիր ունեն։ Եթե մանկապարտեզը նորից եմ ասում, իրենք կոռուպցիան թալանը փորձում են շեղել։ Իրանց պաշկով, իրանց խմբակով ուզում են թալանեն այդ մանկապարտեզներից միած չեն, մի քանի հատ կան։ 1, 2, 3 շուտով բոլոր մենակ նորնորքում չէ։ Օրինակ Մալաքիա Սեբաստիայում ասում են կառուցված չէր դեռ, դրա համար են ասում են ոնց որ ճիշտ չէր, ավարտական ակտ չկա։ Ուրեմն ներողություն, եթե պայմանագիր կա, պայմանագրով արդեն պիտի գործեր։ Ու այդ մանկապարտեզը այդ լքված վիճակում է, օրից մի օր մի գործակարգավարական նիստի ժամանակ չեն փորձվում դրանից խոսալ,
ուրեմն չափները ճանաչեն, լեզուները կտրեն ու համապատասխան տեղը մտցնեն այս լեզուները։ Մոտիվացված է իրանց լրությունը։ Կներեք, էլի մի հարց եմ ուզում տալ։ Մենք լսեցինք ձայնագրությունը թաղապետի, որով բռնում հայհոյանքներ են ուղղված Արթուր Չախյանին։ Արթուր Չախյանին չէ, նաև ինձ։ Շատ ուղիղ ասեք։ Ձեր երեկվա ակցիան, ձեր ակցիան դուք հայհոյանք նույնպես գնահատում եք թե ոչ։ Տեսեք, իմ ակցիան եղել է քաղաքական ակցիա, որը որ ես հայտարարել եմ։ Ես թաղապետին տվել եմ 1 օր ժամանակ, որպեսզի ներողություն ինքը խնդրի իր արածի համար։ Իրենց կուսակիցների եկել են, ինձ տեսել են, ես իրենց ասել եմ գնացեք, ասեք, թող ներողություն խնդրի։ Այսինքն հանրային դեմքը իրավունք չունի հայելու։ 1 օրվա ժամկետը, երբ որ անցել էր Արթուրը Չախյանը այդտեղ հայտարարել էր, ինքը եթե խոսում է այդ լեքսիկոնով, իմ արածը, եթե յոգուրտը թափում ես նկարի գլխին, դա քաղաքական ակցիա է։ Իմ կողմից ես կոնկրետ պատասխանեցի։ Ես քաղաքական ակցիա եմ կատարել ու այդ անելու ժամանակ էլ ասել եմ, ես կատարում եմ քաղաքական ակցիա։ Ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Ասում կռիվ էին տալիս իմ նկարի հետ, կարծեմ ասած նաև որ գիտեք որ այնտեղ չլինելու, բայց գնացել ինչ-որ ինչ ասած կապիկություն են Ուրեմն ներողություն, ստում է ինքը ինչի համար, որովհետև այդ հայտարարությունը առավոտնից տեղադրված էր։ Մի րոպե, ես մի շարունակեմ։ Առավոտ շուտ արդեն հրապարակվել էր մեր կողմից, մեր կողմից Արթուրի Չախյան կողմից հրապարակվել էր որ ժամը 3-ին գալիս ենք, եւ եթե ինքը այդքան անկեղծ էր, կարող էր մտնել հրապարակայինորեն ասել ժամը 3-ին չէ, ժամը 5-ին եկեք, ես ստեղ կլինեմ։ Այսինքն մինչեւ ցերեկ, երբ որ լրագրողն իրաց մոտիկ անում է, ինքը չգիտի ինչ խոսա։ Իրան դեռ հանձնարարություն իր պապաները չեն տվել։ Պապաներն ովքեր են։ ԿՊ-ն Շատ ուղիղ եմ ասում, ստե ես եկել կպել եմ, ես նորից եմ կրկնում, տրորել եմ կոռուպցիան, կոռուպցիայի պոչը տրորել եմ ու ես ամբողջը եղել է։ Այսինքն իրանք էլ այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստոցում են ոչ թե այդ վնգստացող բերաններ, այլ իրենց քաղաքական պապաները։ Պարոն Մանուկյան, վերադառնանք կոռուպցիայից տեղյակ էր եւ լուրեր, որովհետեւ հարմար էր այսպես Պարտեզի հաշվին, այսպես գումարներ, հա, Փոշիասնային։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ ամեն օր կոռուպցիայի մասին, երբ որ ես առարկայական ցույց եմ դնում մանկապարտեզների խնդիրները, նույն վարչական շրջանի ղեկավարը, երբ որ խոսում է մանկապարտեզից, իր թաղապետանի լուսամուտի ուղի ներքևը 101-րդ մանկապարտեզը որ կա, եկեք դուք էլ մասնակցեք, եթե ուզում եք։ Բարև ձեզ։ Բաժնի հերթապան եմ, Արտոնոս Գևորգյանը, խնդրեի, որ ներքևում իրականացնեք այս ձեր միջոցառումը, որ բաժնի մուտքը ազատվի։ Մենք մուտքին չենք խանգարի, քիչ առաջ կա, դիքավորվել ենք առաջինը չենք խանգարի։ Խնդրում ենք հարգելի լրագրողներ, ընդեղ մի քանի րոպեից մի քիչ ուղղակի բաժնի մուտքը ազատեք, որ խնդրեմ։ Պարոն Մանուկյան, մի հատ Ես շարունակեմ։ Ես Արթուր Չախյանի համար եմ կանչվել։ Ես հնարավորություն ունեցա կապ հաստատել Արթուրի Չախյան դուխը մարտական էր, չեմ նահանջելու կոռուպցիայի թալանի դեմ պայքարելուց, ինքը ասում էր, որ ստեղ միջանձնային հարաբերություններ չի, այսինքն կոռուպցիան թալանը իրենք որպեսզի շեղեն այդ ուղղությունը, իրենք շեղեցին ամբողջությամբ այս ուղղությամբ։ Տեսեք, երբ որ ես ամեն օր խոսում եմ տրանսպորտի թալանից, առարկայական, ասում այսքան թալան կա, ոչ մեկ չի խոսում։ Խոսում եմ մանկապարտեզների խնդրից։ 3 ամիս առաջ խոսեցի մանկապարտեզների սնունդներից, հիմա մտնում եմ մանկապարտեզներ, տնօրեններն ասում են շնորհակալություն, որակը մի փոքր ավելի լավացել է մանկապարտեզների։ Նույն 101-րդ մանկապարտեզը մտնում ես, հատակ առաստաղը ճաքած ճաքերը թափվում է սիլիկոնով խեղճ տնօրինությունը նորից եմ կրկնում շնորհակալություն 101-րդ մանկապարտեզի տնօրինությանը սիլիկոնով փակում են որ այդ ծակերը թաղապետը մի ասում է մեզ տեղյակ են բայց նույնիսկ իր քթի տակ գործող մանկապարտեզի տեղյակ չի ասում է շահագործման Տիգրան Ալինյանն ասում է շահագործման Արթուր Չախյանի վիճակը հիմա ինչպեսին է նա ինչ կարգավիճակ ունի այստեղ շտապակցություն հրավիրել է կառավարչական ոնց որ վնասվածքների մասին հիմա նրան բավականին կոշտ ձևով տեսանք կադրերում ձեռքերը ոլորելով տարան ի տարբերություն այն մարդկանց որոնք ծեծում էին կոնկրետ Արթուր Չախյանին հիմա նախ սա ոնց է գնահատում եկել կարող է օրինակ Արթուր Չախյանի մեղադրանք առաջադրվի ասում չգիտեմ մարտի 1-ի պետական դավաճանության այլ հոդվածներով ես կարծում եմ որ այս իշխանությունից ամեն ինչ հնարավոր է ես օրինակ մտածում եմ որ վաղն էլ կարող է ինձ բերեն մեղադրանք առաջադրեն Արցախը հանձնելու կամ իրանք սիրում են տենց պոպուլիստ ձևով հանրապետություն կուսակցությունը խոսել հոկտեմբերի 27-ից երբ որ 27-ի դատախազած Ջահանգիրյան Գագիկներ սաղոնը իրանց կողքը կանգնած է կամ Քոչարյան անդում ու իրանց կողքը կանգնած է կամ այսօրվա իշխանությունը որ կարող են բացել այսօրվա իշխանությունը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել Չախյան Արտուրի դուխը մարտական էր առողջական վիճակի հետ կապված
կապված որոշակի խնդիր կար, որի ապացույցը հենց շտապօգնությունն էր, հասկանում եք, շտապօգնությունը եկել է այստեղ Արթուր Չախոյանի հետ, փաստաբանները արդեն երկու փաստաբան Չախոյան Արթուրի հետ են, ճիշտ ասած անունները մի չեմ հիշում որ ասեմ, երկու ներկայացնելու համար է բաժնում։ Ինչպես կարգավիճակ ունի։ Կարգավիճակով է բաժնում։ Արթուրը, ես չունեմ այդ ինֆորմացիան։ Ես այդ ինֆորմացիան չունեմ կոնկրետ ինչ կարգավիճակում է, փաստաբանները կարծում եմ ճիշտ են իրենք եք խոսեն, ասեն ինչ կարգավիճակ ունի Չախոյան Արթուրը։ Միակ բառը որ կար որ Չախոյան Արթուրի հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ ես ամբողջը շեղում են որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք ինչի համար նորից եմ կրկնում էլի որովհետեւ այդ մանկապարտեզը արդեն պիտի գործեր այդ ակտերի ես ակտերից չեմ խոսում ես խոսում եմ մանկապարտեզի վիճակից ես խոսում եմ այդ ընկերության նախկին այդ կատարած 4 խայտարակ շինարարություններից խոսում եմ ապագայում 2.5 միլիոն դոլարի չափ փող տալուց այս մարդիկ ասեն ակտ Աբա բնականաբար շեղեն ես մարդիկ որպեսզի թալան ու կոռուպցիան կոծկեն Ինչու հարված է այսքան էմոցիաները ինչ էր կարում Ես դուք սպասում եք Տեսեք ես մի քանի որ վստահ է որ չի պատժել որովհետև եթե դուք նկատեցիք նա 2.5 ժամ շարունակ վարում էր նիստը իհարկե ժամանակ առ ժամանակ զանգ էր ստանում անհանգստություններ ոստիկանությունը գնում գալիս էր բայց նա շարունակեց իր Ուրեմն երաշխիք ունի որ չի ձեռքբերել Ես պատասխան եմ քանի որ ես տիրապետում եմ ինչ հանրային Արտուր Դուխը միջև վերջ տեղն է Արտուրի Ուրեմն շարունակեմ ես տեսեք ինչա Այն հանրային լսումը, որը որ իրենք կազմակերպել էին, Չախոյան Արթուրն ստան բակի հանրային լսումներ, իրենք շատ լավ գիտեն, որ Չախոյան Արթուրը հարևանների հետ գալու է մասնակցի, շատ լավ տիրապետում էին եւ իմ գնահատմամբ սա կազմակերպված խմբակային բորենիների հարձակում էր։ Ինչի համար, որովհետեւ Արթուրը այս խնդրի շուրջ միշտ եղել է հետեւողական։ Այսինքն իրենց բակում, ինքը իր սկզբունքայնության արդյունքում մարդ պետք է գիտակցի, որ դու սկզբունքային ես, կարած դու բորենիների կողմից հարձակման ենթարկվես, հասկանում եք։ Մենակ էր եկել։ Ինքը ամբողջությամբ մենակ եկել էր, ներկայացել էր եւ այնտեղ սադրանքը որն է գալիս ասում են դու լավ տղա չես, դու էս չես, այն չես, հետեւից արա երկար սրից, հետեւից բրթում խփում են մեջքին հետեւից ու դա գնահատում են որ սադրանք տարեց Արթուրը, բա լավ թաղապետ իր կաբինետից այտենց վայրակ ձևով ինչի համար եկավ սաղին հերու գնացեք որ ես հարված եմ։ Եվ սա վարկը այդ դրանք են ուզում Եվրոպա գնալ։ Եվրոպական արժի համակարգ է։ Կազմակերպված էր հատուկ։ Իմ գնահատմամբ այո, սա կազմակերպված է։ Թաղապետը սպասում էր այսինքն որ Այո, շատ լավ թաղապետը։ Շատ լավ իրենք իմացել են եւ նայեք եկեք անդրադառնանք նաեւ Տիգրան Ավինյանին տեսեք այո գնացի տեղում չէր ասեցի որ ես ուզում եմ գալ եւ պատասխան պահանջել ձեր նշանակած վարչական շրջանի ղեկավարից ու իդեպ սաղ մասիվ թաղամասը բողոքում է իրանից, իր կերպարից եւ Տիգրան Ավինյանը մոտ է իբր թե աշխատում, եկել է 70 Հա, իմ ես շարունակեմ։ Տիգրան Ավինյանը աշխատողներն են իբր թե եկել է 70,000 ես շտրաֆ եմ մոտել։ Չի համար։ Հա։ Ուրեմն շարունակեմ ես ժողովուրդ, քանի որ Տիգրան Ավինյանի կողմից, ԿՊ-ի կողմից գնահատական չեղավ եւ լինելով իշխող կուսակցություն պարտավոր էին գնահատական հնչեցնել։ Իրենք պարտավոր էին երկրում նմանատիպ արատավոր երևույթները դատապարտել։ Հակառակը իրանց ծիվիկ ու չիվիկին ուղարկում էին, որպեսզի ավելի շատ սադրեն։ Ու նորից եմ կրկնում, իրանք շատ լավ իմացել են։ Մանդատը վայր դրեց։ Իսկ այս մարդու համար իրենք երաշխավորագիր ներկայացին, որովհետև կուսակցությունը այդ սպառնալիքների մասին հետոյի հնչեցած կոչը դրեց իր կուսակցության պաշտոնական էջին եւ Ավինյանն ասաց դե նյարդայնացել եք պիտի ստանայի։ Ուրեմն եթե մոտիկ անենք երեք լրագրողը լավ հարց կարծում եմ տվեց, ասաց եթե նյարդայնում մարդուն վիրավորում են ձեր հայրն էլ մարդկանց պիտակավորեց էլի, այդ ամբողջի պատասխանը ոնց եք նայում, հետեւաբար դա տեղին չէր իր կողմից, Վիլենը Գաբրելյան ի տարբերություն մնացած ԿՊ-ականների երևի թե բարոյական արժի համակարգ մի փոքր մնացել էր եւ ի տարբերություն մնացած ԿՊ-ականների մշակութային գործիչ էր ինքես բարագամ եթե համատական ես դնում մնացած ԿՊ-ականների ջութակար էր օրինակի համար չէ ինչի համար եմ ասում այսինքն այդ մարդը ասեց այդ վիդեոն Արտուրը ուր եք տանում Սրանք խուլիգաններ են